Այսօրվա մեր հավաքի իմաստը նոր օրենքի մասին է, որ գերակաշահի հետ կապված, որ բարելավում են կոչում, դա բարելավում չի, էլի, նոր հանրային գերակա մահակն է, էլի, որ ընդունելու են ու ժողովուրդը ընկնեն կրակը։ Առաջներում գերակաշահը որ տալիս էին, դու դատական համակարգով կարող էիր բողոքարկեիր, որ չէ, բան ու քո գույքը մնում էր տեղը, գույքը մնում էր, չէին քանդում։ Իսկ հիմա նոր օրենքով մի քանի օր հետո անցնելու է գույքը իրանց բալանսին ու քանդելու են, քեզ վտարում են տալու, գույքը քանդելու են, ասեն գնա վեճը նոր շարունակի։ Մենք նույն տարբեր տեղեր բարձրաձայնել ենք այդ հարցը, ասում ենք պետություն, քո օգուտը ո՞րն է, որ դու մտել ես սրա արանքը, կառուցապատողի ու քաղաքացու արանքն ես մտել, ու դու ի օգուտ կառուցապատողի, ի օգուտ մի հոգու, այսքան մարդկանց անտուն ես սարքում։ Նայեք, մեր մոտ ոնց որ Հայաստանում չգրված պրակտիկա է, որ շենքը սարքում պրծնում է, կազմակերպությունը կառուցապատող ֆիրման սնանկ է ճանաչվում։ Մենք այդ հարցերը բարձրաձայնում ենք, ասում ենք, որ սնանկ ճանաչվեց։ Այդ վեճերը 5 տարի հետո նոր ավարտվեց, բայց այդ կազմակերպությունը սնանկ է։ Եվ դատանը որոշում կայացրեց, որ այդ գույքին պետք է եւս խոսքի օրինակ 2 անգամ ավել վճարի։ Պայմանական վեկալ ենք $100,000 տվել է, դատանը որոշում է 200,000 էլ պետք է տա, բայց այդ ֆիրման սնանկ է։ Ինչ են անելու։ Ով է փոխհատուցելու։ Իրանք այդ պատասխանում են, ասում են 20% դեպոզիտը մնում է։ Բայց 20%-ի, եթե մարդու գույքը կազմես խոսքի օրինակ խախտումը եղավ 30% կամ 40% կամ կրկնակի։ Դրա փողով է տալու պետությունը, ինչի համար է պետության շահը ստեղ ո՞րն է։ Խնդիրները բազմազան են։ Դուք անցած անգամ արդարադատության նախարարության մոտ եք հանդիպել եք նախարարին։ Նախարարին չէ, նախարարի ժամանակ ասուլիսի հետ հանդիպեցինք իր տեղակալի հետ, Դադունցի հետ։ Դադունցը ամբողջը մեր բացաձայնած խնդիրները գրի առավ, ասաց որ մենք կփոխանցենք, որովհետև Դադունցը չէր կարողանում պատասխանել, ասում էր սա իմ պոզիցիայով չի, սա կադաստրի կոմիտեի նախագահի պոզիցիայով է, սա բան մենք առաջարկեցինք, ասենք, քանի որ ձեր կապող ուղղակը կառավարությունն է, եկեք հանդիպենք Տիգրան Խաչատրյանի մոտ, բոլորով, որ ՊԵԿ-ն է ներկա լինի, կադաստրն է ներկա լինի, բոլորը ներկա լիներ, որ մենք կանանք այդ քննարկումները ամբողջովին տանենք։ Նայեք, հիմա օրենքով իրավունք չունեն տեղում փոխհատուցելու, որ դու տեղում ստանաս բնակարան, քեզ նախնական գումարով տալիս են դուրս ես գալի։ Բայց ով որ տեղում կնքում է պայմանագիր, այսինքն սենց է լինում, քեզ պայմանական 1000 դրամ նստեցնում են քո հաշվին, 1000 դրամով է դու այդ գույքը առնում ես։ Բայց կառուցապատողը ասում է չեմ կարողանում ես քեզ էժան գնահատեմ, իմ տունը քեզ էժան վաճառեմ, որովհետև ՊԵԿ-ից գալու են ինձ ասեմ, որ խի ես մարդուն ես մեկին ուրիշ գնով տվել։ Այդտեղ գալիս է երկրորդ խնդիրը։ Քանի որ այդ երրակոմ պայմանագիրը, որ կնքում են, ես գումարով ստանում եմ, հետո գումար եմ առնում, դեռ ձևավորվում է 35% հարկ։ ՊԵԿ-ին ասում ենք այդ հարկից հրաժարվի, որպեսզի պրոյեկտը չկանգնի։ Արագ-արագ մարդիկ պայմանագրերը 35% խրախուսականը ստանան, պայմանագիրը կնքեն բնակարանով դուրս գան։ Դու տես հարկ մի վերցրու, բացատրում ենք, թե ասում ենք, որ դուք տենց եք անում, հաշվարկ անեք, դա պրիմիտիվ հաշվարկ է, որ պրոյեկտը չկանգնի, ավելի շուտ փոխհատուցումը ստանան, այդտեղից ավելի շատ դու գույքը հարկ ես հավաքելու, քան որ դու հիմա 35%-ից հետևից ընկած, դու մահակով մարդկանց ուզում ես հանես, ոչ մի բան չտաս։